Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր հունիսի 1-ն է, երկուշաբթի։ Տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով եւ բարեմաղթանքներ հղել։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին զանգի եւ շնորհավորանքի համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ եւ բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։ Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով հանդիպման ձևաչափով։ Հայաստանի վերաբերյալ հայտարարությունները օրեցօր ավելի կոշտ են դառնում։ Մոսկվան զգուշացնում է հնարավոր տնտեսական եւ էներգետիկ հետևանքների մասին, եթե Հայաստանը հեռանա եվրասիական ինտեգրման ուղուց, մինչդեռ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ տնտեսական շահերը չեն կարող գերակայել ինքնիշխանության եւ անկախության հարցերում։ Ռուսական նախազգուշացումները, եվրոպական ակնկալիքներն ու Երևանի պատասխանները տեսանյութում։ Հայաստանի արտաքին քաղաքական ու տնտեսական կողմնորոշման շուրջ քննարկումները նոր թափ են ստացել։ Ռուս պաշտոնյաները հերթական անգամ հայտարարում են, որ Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր հեռացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության եւ էներգետիկ անվտանգության վրա։ Միևնույն ժամանակ Երևանը վստահեցնում է պատրաստ է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ եւ անհրաժեշտության դեպքում որոնել նոր շուկաներ ու այլընտրանքային լուծումներ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ գազի ոլորտում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել Հայաստանում եւ Ռուսաստանը հետաքրքրված չէ նման սցենարով։ Նրա խոսքով Հայաստանը ռուսական գազին այլընտրանք չունի։ Հայաստանը պետք է միայն նայի քարտեզին եւ գործող խողովակաշարերին, հասկանալու համար, թե որտեղից է ստանալու իր գազը, հաշվի առնելով 30% տուրքը, շուկայական գինը եւ միջնորդների բաժինը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարել է, որ հայ ժողովուրդը պետք է շատ լուրջ մտածի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև ընտրություն կատարելիս։ Մեջբերելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Թրամփի ուղու մոտալուտ բացման մասին, որը երկրին կապահովի բնական գազ տարանցման դիմաց, Լուկաշենկոն ասել է, որ չի հասկանում, ինչ խողովակներ են անցնելու, որտեղից են գալու այդ խողովակները, ով է մատակարարելու այդ գազը եւ որքան գումար է ստանալու դրա դիմաց։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Բելարուսը կհարգի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հույս է հայտնել, որ Եվրոպայի եւ հատկապես Եվրամիության դիրքորոշումը այս հարցերի վերաբերյալ կլինի սկզբունքային, ուժեղ եւ ժամանակին։ Նրա կարծիքով այնինչ Ռուսաստանն այժմ ասում է Հայաստանի մասին, իրականում չի վերաբերում միայն Հայաստանին, ուստի բոլորը պետք է մտածեն անվտանգության մասին եւ աջակցեն Հայաստանին։ Կոշտ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, խորհուրդ տալով Հայաստանին փորձել ռուսական գազը փոխարինել եվրոպականով եւ տեսնել, թե ինչ կլինի։ Եվրոնյուզը անդրադառնալով զարգացումներին հրապարակված հոդվածում նշել է, որ Մոսկվան հունիսի 7-ի ընտրություններից առաջ ուժեղացրել է ճնշումը Հայաստանի վրա ներառյալ առևտրային արգելքները, ԵԱՏՄ-ի անդամակցության կասեցման մասին նախազգուշացումները եւ Պուտինի կողմից Հայաստանի եւ Ուկրաինայի միջև զուգահեռ անցկացնելը։ Եվրոնյուզի հոդվածում նշվում է, որ Մոսկվան Հայաստանում ինտենսիվ ու լայնածավալ ապատեղեկատվական արշավ է սկսել։ Սակայն Հայաստանում արդեն հաշվարկել են այն սուբսիդիաների ծավալը, որը կպահանջվի դեպի Եվրամիության երկրներ հայկական այն արտադրանքների արտահանման համար, որը կարող է սահմանափակումներ բերել ռուսական շուկայում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով իշխանություններն արդեն քննարկել են agrarային ոլորտի ներկայացուցիչների հետ եվրոպական շուկա մուտք գործելու հիմնական խոչընդոտները եւ Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ վերուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, եթե ռուսական շուկայում սահմանափակումներ կիրառվեն։ Որակի եւ արտադրության ծավալների հետ կապված հարցերը լուծված են, իսկ գլխավոր մարտահրավերը մնում է լոգիստիկ ծախսերի բարձր մակարդակը։ Այդ պատճառով կառավարությունը դիտարկում է դեպի Եվրամիություն արտահանվող արտադրանքի համար տրանսպորտային եւ մաքսային ծախսերի սուբսիդավորման մեխանիզմներ։ Երևանը անհրաժեշտություն չի տեսնում հաշվարկելու Եվրասիական տնտեսական միության հետ հնարավոր խզման վնասը։ Ռուսական վեստի լրատվական գործակալությանն էլ ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով այս հարցը դեռևս արդիական չի դարձել։ Փոխվարչապետը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստան ապրանքների տեղաշարժի հետ կապված ներկայումս առաջացող խնդիրները կլինեն տեխնիկական ու շուտով կվերանան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ հայտարարել է, որ քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ-ի անդամության տեխնացուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ ըստ էության հիմնավորումը չկա։ Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ եւ ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք, այդ թվում այն պատճառով, որ
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք վայել այդ հարաբերություններում։ Քաղաքական հայտարարություններն ու տնտեսական հաշվարկները շարունակում են ուղեկցել Հայաստան-ԵԱՏՄ եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ քննարկումները, թե ինչ ազդեցություն կունենան դրանք երկրի տնտեսության, էներգետիկ անվտանգության եւ արտաքին քաղաքական ուղեգծի վրա, շարունակում են մնալ ակտիվ քննարկման առարկա, ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային գործընկերների շրջանում։ Մարինե Դվոյան, Հորիզոն։ Սպասվում են աղմկահարույց նոր բացահայտումներ, այդ թվում այնպիսի հանցավոր սխեմաների մասով, որոնցում իրենց ակտիվ ներգրավվածությունը ունեն նաև բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ։ Այս մասին կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը Արթուր Նահապետյանն, անդրադառնալով կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ տարվող ամենօրյա պայքարի կարևորությանը, ներկայացրել է որոշակի վիճակագրական տվյալներ։ Ըստ նրա 2026 թվականի փետրվարի 7-ից կոմիտեում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է ընդհանուր շուրջ 70 քրեական վարույթ, որոնցով մինչ օրս քրեական հետապնդումներ են հարուցվել 120 անձի նկատմամբ, ձերբակալվել է նրանցից 110-ը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հորդորել է քաղաքացիներին չներքաշվել ընտրական գործընթացների հետ կապված անօրինական գործողությունների մեջ, չդառնալ ընտրական հանցագործությունների մասնակից։ Ներկա պահին մեր օպերատիվ ստորաբաժանումները շարունակում են տարբեր անձանց մասով ամենօրյա ռեժիմով իրականացնել օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են։ Դրանց հիմնական նպատակը հանցավոր շղթաների եւ կիրառվող մեխանիզմների ոչ թե հատվածական, այլ ամբողջական բացահայտումն է։ Մենք արդեն իսկ տեսել եւ բացահայտել ենք ընտրակաշարքի տրամադրման տարբեր սխեմաներ, որոնք հանրայնացվել են։ Նման դեպքերի բացահայտումից եւ հանրայնացումից հետո հանցավոր խմբերի կողմից մշակվել են նոր մեխանիզմներ, քողարկման նոր եղանակներ, որոնք սակայն չեն կարող դուրս մնալ մեր տեսադաշտից։ Ավելին, առաջիկայում մենք ունենալու ենք նոր աղմկահարույց բացահայտումներ, այդ թվում այնպիսի հանցավոր սխեմաների մասով, որոնցում իրենց ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ։ Հետևաբար, այս հանցավոր գործընթացի մաս կազմող շրջանակներին կարող է թվալ, որ եթե մինչ այս պահը չեն կանչվել պատասխանատվության, ուրեմն կարողացել են դուրս մնալ հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունից։ Դա բնավ այդպես չէ, քանի որ մենք ամբողջությամբ տիրապետում ենք օպերատիվ իրավիճակին եւ շատ դեպքերում անապահ ձերբակալությունների չգնալու պատճառը այն է, որ հնարավորություն ունենանք ամբողջությամբ բացահայտել հանցավոր մեխանիզմները եւ դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը։ Ընդ որում, մենք արդեն իսկ ունենք կալանավորման դեպք, երբ անձը ընտրակաշարքի դիմաց արտերկրից ժամանել է Հայաստան ընտրություններին մասնակցելու եւ ընտրությանը մասնակից որևէ ուժին քվեարկելու պայմանով։ Ավելին, տարբեր վարույթների շրջանակներում ձեռք են բերվել ցուցակագրված անձանց վերաբերյալ տվյալներ, ովքեր այս կամ այն պայմանով խոստացել են իրենց քվեն տալ ընտրության կոնկրետ մասնակցի օգտին։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռմբակոծել են Իրանի ռադարային եւ անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերը Թեհրանի կողմից անցած շաբաթվա վերջին ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցումից հետո։ Իրանը շարունակում է պահպանել իր վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Միևնույն ժամանակ Իսրայել-Լիբանան ճակատում իրադրությունը շարունակվում է սրվել, քանի որ Իսրայելը ընդլայնել է իր օկուպացիոն գործողությունները Լիտանի գետից այն կողմ։ Ի պատասխան Հեզբոլլահը շարունակում է անօդաչու թռչող սարքեր արձակել Իսրայելի վրա։ Միջազգային այս եւ այլ լուրեր ներկայացնում ենք տեսանյութում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ շաբաթ եւ կիրակի օրերին հարվածներ է հասցրել Իրանի Կերուկ քաղաքի եւ Քեշմ կղզու շրջակայքում։ Իսկ Քուվեյթը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանությունը երկուշաբթի վաղ առավոտյան կրակ է բացել իրանական անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների գրոհը կասեցնելու համար։ Իրանի հեղափոխական պահապանների կորպուսը պետական իռնալրատվական գործակալության միջոցով հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ԱՄՆ ուժերը թիրախավորել են հեռահաղորդակցության աշտարակը։ Պահապանների կորպուսը հայտարարել է, որ պատասխանել է հարձակմանը։ Ավելի ուշ Իրանի պետական հեռուստատեսությունը տարածել է բալիստիկ հրթիռի արձակման կադրեր։
Իսրայելական զորքերը հարավային Լիբանանում գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող լեռ, որի գագաթին կառուցված է հայտնի խաչակրաց ամրոց, այդ մասին երեկ հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է Լիբանանի եւ Իսրայելի առաջնորդների հետ բանակցությունները շարունակելու նպատակով։ Նաբաթիե քաղաքի մոտ գտնվող 900-ամյա Բոֆորի ամրոցի գրավումը տեղի ունեցել իսրայելական զորքերի եւ Հեզբոլլահ զինյալների միջև օրեր շարունակ տեղի ունեցած ավիահարվածներից եւ լարված մարտերից հետո։ Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջարկ է ներկայացրել Լիբանանում ռազմական գործողությունների թուլացման վերաբերյալ։ Ալ Ջազիրային հայտնել է ամերիկացի պաշտոնյան, հավելելով, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն 48 ժամվա ընթացքում առանձին բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Ճանապարհային քարտեզի համաձայն Հեզբոլլահը կդադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները, փոխարենը Իսրայելը կդադարեցնի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի ուղղությամբ իրականացվող գործողությունները։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել Լիբանանում Իսրայելի ռազմական գործողության ընդլայնման կապակցությամբ։ Իսրայելական գործողությունները հակասում են Իսրայելի ստանձնած պարտավորություններին, միջազգային իրավունքին եւ տարածաշրջանի շահերին ու անվտանգությանը, հայտարարել է Բարոն եւ պնդել, որ Իսրայելը լուրջ սխալ է գործել։ Իդեպ Ֆրանսիայում ոստիկանների եւ ֆուտբոլային երկրպագուների միջև բախումների հետևանքով ավելի քան 780 մարդ է ձերբակալվել։ UEFA-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչ հանդիպումից հետո, որում Paris Saint-Germain ակումբը առավելության է հասել Լոնդոնի Արսենալի նկատմամբ եւ երկրորդ տարին անընդմեջ հաղթել Եվրոպայի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում։ Փարիզում ձերբակալվել է 480 մարդ, ըստ ներքին գործերի նախարարի ոստիկանության 57 աշխատակիցներ վնասվածքներ են ստացել։ Բախումները սկսվել են դեռ խաղի ընթացքում։ Շուրջ 150 մարդ փորձել է ներխուժել Ֆրանսիայի մայրաքաղաքի Parc des Princes մարզադաշտ, որում ընթացել է եզրափակիչ հանդիպան հեռարձակումը։ Ոստիկանությունն արդյունքաբեր գազ է կիրառել։ Մարզադաշտի մոտ ռեստորան եւ այլ օբյեկտներ են վնասվել։ Մի քանի 100 մարդ փակել է Փարիզի օղակաձև ավտոճանապարհը, ինչը հանգեցրել է լուրջ խցանումների եւ ճանապարհատրանսպորտային պատահարների։ Մոտոցիկլետով երթևեկող 24-ամյա երիտասարդ զոհվել է։ Հրկիզվել են հեծանիվներ եւ ավտոմեքենաներ։ Անկարգությունների եւ վանդալիզմի դեպքեր են գրանցվել Ֆրանսիայի 15 քաղաքներում։ Թալանվել են խանութներ։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Այս տոնը ամենահին միջազգային տոներից մեկն է։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում։ Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին։ Հայաստանը երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996-ին ընդունվել է երեխայի իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Մեջբերում է. Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված եւ պաշտպանված ընտանիքում, կրթական եւ այլ հաստատություններում ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։ Երեխաների նկատմամբ բռնության, խտրականության ցանկացած դրսևորում եւ նրանց իրավունքների որևէ այլ խախտում անընդունելի է։ Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է ընկած լինի յուրաքանչյուր որոշման եւ գործողության հիմքում, ասվում է ուղերձում։ Երեխայի իրավունքների լիարժեք իրացումը հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ երաշխավորված են անվտանգությունը, արժանապատվության նկատմամբ հարգանքը, կրթության հասանելիությունը, հավասար հնարավորությունները եւ հասարակական կյանքին մասնակցելու իրավունքը, նշել է մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը այսօր Գյումրիում էր։ Այցելել է Էմիլի Արեգակ զարգացման կենտրոն, Շիրակի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն, օրվա առթիվ շնորհավորել է երեխաներին, ծանոթացել նրանց առօրյային։ Երեխաներին ժպիտներ պարգևելը, նրանց բարեկեցության իրավունքների պաշտպանության մասին հոգ տանելն ամենօրյա պարտականություն է բոլորի համար։ Հասարակության ուշադրությանն ավելի քան արժանի են այն երեխաները, որոնք խնամքի կենտրոններում են ապրում։ Նրանց ներառումը լիարժեք մասնակցության ապահովումը կրթության եւ այլ ոլորտներում հետեւողական աշխատանք է պահանջում։ Էմիլի Արեգակ զարգացման կենտրոնի երեխաների եւ երիտասարդների հետ հանդիպման այս խնդիրներին է անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը ծանոթացել է կենտրոնի երեխաների առօրյային եւ շենքային հնարավորություններին, որոնք ապահովված են, հաշվի առնելով սաների մտավոր եւ ֆիզիկական առանձնահատկությունները, ինչպես նաեւ հենաշարժողական սահմանափակումներ ունեցող երեխաների եւ երիտասարդների համար ստեղծված պայմանները։
Ուշադրության կենտրոնում էին նրանց զարգացման, վերականգնման, հոգեբանական եւ այլ մասնագիտական ծառայությունների հասանելիությունն ու որակը կենտրոնի շուրջ 250 շահառուների համար։ Շատ ուրախ եմ, որ այս տարի, երբ մտածում էի ու որոշում, թե որտեղ պիտի օրն անցկացնենք, անմիջապես մտքովս անցավ հենց Գյումրին ու այն պատճառով, որ այստեղ եւս շատ բնակավայրերի նման կան բազմաթիվ կենտրոններ եւ բազմաթիվ հաստատություններ, որոնք երեխաների խնամք են իրականացնում եւ նաեւ երեխաների համար տարբեր ծառայություններ են մատուցում ու այդ տեսանկյունից կարեւոր է խորհրդանշական առումով նաեւ ցույց տալ, որ բոլոր երեխաները անկախ իրենց ունեցած առանձնահատկություններից, հաշմանդամություն ունենալու հանգամանքից, տարբեր այլ առանձնահատկություններից պետք է հավասարապես պաշտպանված լինեն, պետք է երբևէ չենթարկվեն խտրականության։ Մեր առաքելությունը պաշտպանել երեխաներին ամեն օր նրանց իրավունքները, նրանց կրթության իրավունքը, առողջապահության իրավունքը, նրանց ներառելու իրավունքը, սա է Կարիտաս Արեգակ հիմնադրամի առաքելությունը, նպաստել հաշմանդամություն ունեցող դեռահասների երիտասարդների աշխատաշուկայում ներգրավումը, խոսել իրենց իրավունքների մասին, ունեն իրավունք աշխատելու, արարելու, ստեղծագործելու։ Կենտրոն հաճախող երեխաներն ու երիտասարդները մարդու իրավունքների պաշտպանի համար պատրաստել էին հարցեր, որոնք վերաբերում էին իրենց ապագային, ներառական հասարակության ձևավորմանը, հավասար հնարավորություններին եւ սեփական երազանքների իրականացմանը։ Հատկապես կարևոր էին մոտեցող ընտրությունների համատեքստում ուղղված հարցերը, կապված հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների ֆիզիկական հասանելիության, հավասար պայմանների ապահովման հետ։ Հիմա մենք շատ լայնածավալ մշտադիտարկման աշխատանքներ ենք կատարում հենց ֆիզիկական միջավայրի մատչելիությունը գնահատելու նպատակով։ Մենք մի շարք մշտադիտարկման այցեր ենք ունեցել եւ նաեւ հիմա ենք իրականացնում, օրինակ, ընտրատեղամասերի մատչելիությունը, ֆիզիկական միջավայրի մատչելիությունը գնահատելու նպատակով։ Մենք նախորդ տարի բավականին լուրջ մշտադիտարկման աշխատանքներ ենք իրականացրել նոր կառուցվող եւ վերակառուցվող ուսումնական հաստատությունների շենքերի մատչելիությունը գնահատելու նպատակով եւ նույնիսկ մի քանի հրապարակային հայտարարություններ ու նաեւ արտահերթ զեկույց ենք ունեցել հարցի հետ կապված։ Զարգացման կենտրոնի սաները մարդու իրավունքների պաշտպանին հանձնեցին իրենց հեղինակած նկարն ու պատվոգիր։ Հետո միասին կենտրոնի բակում ծառ տնկեցին, որպես շարունակական համագործակցության կայուն զարգացման եւ երեխաների իրավունքների պաշտպանության խորհրդանիշ նվիրված հունիսի 1-ին։ Ջերմուտոնական մթնոլորտում օրը շարունակվեց Շիրակի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցման կենտրոնում։ Շուրջօրյա եւ ցերեկային խնամք ստացող երեխաները իրենց ձեռագործ աշխատանքների եւ պատրաստած ուտեստների ցուցահանդես էին կազմակերպել։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի երեխեքը զգան եւ իրենց իրավունքները պաշտպանված չունենան ոչ մի խնդիր, ինչպես նաեւ մեր մասնագետները, մեր հոգեբանները եւ սոցաշխատողները միշտ մշտական ուշադրության կենտրոնում են երեխաների իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները։ Երեխաների նկատմամբ հնարավոր բռնությունների դեպքերը, ծնող երեխա հարաբերությունների պահպանման, կենսաբանական ընտանիքի վերադարձ, կենսաբանական ընտանիք վերադարձի, ինչպես նաև իրավունքների սահմանափակման հետ կապված հարցերը ՄԻՊ գրասենյակի ուշադրության կենտրոնում են։ Ստացվող դիմումները շարունակում են մտահոգիչ ցուցանիշ գրանցել, նշում է Անահիտ Ավանեսյանը։ Պիտի ցավով արձանագրեմ, որ բազմաթիվ են երեխաների հետ կապված, նրանց իրավունքների հետ կապված խնդիրները Հայաստանում հենց ընտանիքների ներսում, որովհետև մենք բազմաթիվ բռնությունների, այդ թվում սեռական բռնության դեպքեր ենք արձանագրում ու բացահայտում նաև հենց ընտանիքի ներսում կամ օրինակ երեխայի լսված չլինելու, որոշումների կայացմանը որևէ կերպ չմասնակցելու բազմաթիվ իրավիճակների ենք ականատես լինում նաև ընտանիքների ներսում, եւ այս տեսանկյունից շատ լուրջ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել։ Կենտրոնում 60 շուրջօրյա եւ 100 ցերեկային խնամք ստացող երեխաների կեցության, սննդի, հանգստի եւ զարգացման աշխատանքային պայմաններին ծանոթացավ։ Մի քանի դիտարկումներ եւս կատարեց։ Օրվա առիթով մարդու իրավունքների պաշտպանը եղավ նաեւ Գյումրիի այլ խնամքի կենտրոններում։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Գյումրեցի փոքրիկների համար իրական հեքիաթային մթնոլորտ էր ստեղծել Գյումրիի ժողովրդիկների պետական նվագախումբը։ Առաջին անգամ մանկական ֆիլմերի եւ մուլտֆիլմերի հայտնի մեղեդիները հնչել են ազգային նվագարաններով, երգերը նվագախմբի երգիչների կատարմամբ։ Կախարդական մեղեդիներ համերգը նվագախմբի հունիս 1-յան նվերն է մանուկներին։ Սիրելի մուլտհերոսների հետ հանդիպումը նախ հոկտեմբեր կինոթատրոնի նախասրահում էր։ Տոնական համերգից առաջ փոքրիկները պարեցին, ուրախացան, լուսանկարվեցին։ Հունիս 1-յան տոն Գյումրիի ժողովրդիկների պետական նվագախումբը օր առաջ նվիրեց մանուկներին։
Կինոթատրոնի դահլիճում արդեն կախարդական մեղեդիներն էին, որոնք հնչեցին ժողովրդական նվագարաններով։ Նմանատիպ պրոյեկտ ազգային նվագարաններով առաջի անգամ է եւ փորձել ենք յուրօրինակ եւ տարբերվող գտնվել եւ փորձել երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոն պարգևել երեխաներին։ Այս մի ժանրը չենք փորձել, անձնավոր ենք փորձել ջազ, այս մանգական այդ սաունդթրեքերը չենք փորձել, երևի լավ օրինակ կլինի բոլորի համար։ Առաջին անգամ հայկական ու արտասահմանյան հայտնի մանկական գեղարվեստական ֆիլմերի ու մուլտֆիլմերի սաունդթրեքները ժողովնվագարաններով կատարելը նվագախմբի հերթական էքսպերիմենտալ քայլն էր։ Ավանդական երաժշտական գործիքներով մեղեդիները հայկական էլեմենտներ էին ստացել։ Կնկալը կոյիշկան գեղեցիկ են ճնջող գործիքներով ու մեր գործիքավորողները, մեր նվագախմբի տղաները բոլորը տաղանդավոր են։ Բոլոր գործիքները համահունչ էին, մշակումները այնպես էր արված, որ համահունչ լինեն ավանդական գործիքների հետ։ Կարծում եմ դեռ փորձառությունները կշարունակվեն։ Ժողովրդական նվագարանների մեղեդայնությունն անհամեմատելի է իր հնչեղությամբ։ Արտասահմանյան ֆիլմերի երաժշտությունը համադրել ազգայինի հետ նվագախումբը հաջողել է իրականացնել։ Հրաշալի նախաձեռնություն է, որովհետև այս անգամ ընդգրկված են փոքրերը, իսկ փոքրերի համար շատ կարևոր է ճանաչողության իմաստով առնչվելը ազգային նվագարանների հետ եւ հնչեցրած երաժշտության Մեծերին ու փոքրերին ծանոթ ֆիլմերի մեղեդիներն այլ տպավորություն էին ստեղծում, երբ մեծ էկրանին զուգահեռ ցուցադրվում էին հայկական ու արտասահմանյան մուլտֆիլմերն ու կինոնկարները։ Իսկ երաժշտության հետ մեկտեղ ժողովրդիկների պետական նվագախմբի երգիչները կատարում էին ֆիլմերի հայտնի երգերը։ Այս ամենն իրական հեքիաթային մթնոլորտ էր ստեղծել փոքրերի համար։ Մեր գործիքները հիմա աննկարագրել են, ինձ համար էլ չկա, այսինքն, որ նախագիծ բերենք չի եղնի, անհնար է, գործիքներով ամեն ինչ հնարավոր է։ Չեմ ասի շատ դժվար է, չեմ ասի շատ հեշտ է, փորձում ենք կատարել ինչ-որ չափով, գործիքավորումից է կախված, այսինքն, ունենք լավ գործիքավորում։ Նվագախումբը ևս մեկ հետաքրքիր ծրագիր է պատրաստվում անել։ Ժողովրդական նվագարաններով հոլիվուդյան ֆիլմերին են անդրադառնալու, երաժշտության հետ համադրելու են լավագույն ֆիլմերի երգերը ևս։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը ևս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։